Վերջերս Բուլղարիայի Ալբենա քաղաքում կայացած բարաբասկամարտի 27-րդ աշխարհի առաջնությանը Հայաստանից մասնակցեց 8 մարզիկ։ Հայաստանի ազգային հավաքական թիմում էր Լոռու մարզի ու Հայաստանի բարաբասկամարտի բազմակի չեմպիոն վանաձորցի Արման Ավեյանը։ Արմանը շուրջ 12 տարի է ինչ զբաղվում է բասկամարտով։ Վնասվածքի պատճառով տարվա սկզբին նա բաց էր թողել Եվրոպայի առաջնությունը։ Նույն պատճառով այս ստուգատեսում նրա մասնակցությունը նախատեսված չէր։ Սակայն որոշվեց, որ Արմանը ևս կընդգրկվի հավաքականի կազմում։ Մրցումներին զբաղեցրեցի 4-րդ հորիզոնականը, ունեինք շատ բարդ մրցակիցներ, գործող աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, վատ չմենամարտեցինք, կարողացանք նվաճել 3 մեդալ, 2 ոսկե եւ 1 արծաթե։ Հավաքականի տղաները պատվով ներկայացրին Հայաստանը, իսկ մրցավարական կազմի անարդար որոշումները, ինչը տղաների արդյունքների համար որոշիչ էր, հիմնական խնդիրներ հանդիսանում։ Խտրականություն, այսպես կարելի ասել, մրցավարական տենց թեթև ձեռքով, կայացված որոշումներ, մրցավարները բնականաբար Թուրքիան ներկայացնող էին, բողոքարկում էինք, բայց մրցավարները բողոքարկումները չէին ընդունում ու որոշումները չէին փոխում։ Սպասելիքները բնականաբար մեծ էին, որովհետև հավաքականը կազմվել էր Հայաստանի առաջնության չեմպիոնների արդյունքում 1, 2 եւ 2-ից ավել անգամ Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոններ հռչակված մասնակիցներից։ Բասկամարտիկը այս տարիների ընթացքում նվաճել է բազմաթիվ գավաթներ ու մեդալներ։ Երբեմն ստիպված է եղել մասնակցել ֆիզիկապես առողջ կատեգորիայի առաջնություններում ու 3 տարբեր քաշային կարգերում բազմիցս ճանաչվել է Հայաստանի չեմպիոն։ Անհաջողություններից ու փորձություններից չի ընկճվում։ Ամուր կամքի ու վճռականության շնորհիվ վերսկսում է մարզումներն ու կրկին քայլում հաղթանակների ճանապարհով։ Շատ փոքր հաղթանակներից է, որ կարող են կերտվել մեծ ու պատմական հաղթանակներ, ասում են նաև մեդալներից առանձնացնում Եվրոպայի առաջնության մեդալները։ Ունեմ մոտավորապես 80-ից ավել գավաթներ եւ մեդալներ, Եվրոպայի առաջնությունից հետո մոտ 1 տարուց փոքր-ինչ ավելի չմարզվեցի, որովհետև ունեցա 2 ծանր վիրահատություններից հետո բարդ էր վերադառնալ առհասարակ մարզումների, որից հետո այս տարի արդեն առաջին լուրջ ստուգատեսներ։ Դժվարանում է ներկայացնել մենամարտերի ժամանակ ու դրանից հետո ունեցած զգացողությունները։ Այդ ամենը ապրել է պետք ասում է նա։ Մանավանդ երբ մրցակցին հաղթելը պատվի հարց է։ Այն որ դու մեջն ես, այն որ այդ ամեն ինչը ուղիղ կերպով քո հետ է կատարվում ու կողքից լսում ես քո ընկերոջ, քո բարեկամի, քո մարզչի ռեակցիան բառերով, որ պատվի հարց է, ինչքան կարևոր է, պետք է մենք ստեղ ենք ու սրա համար ենք ստեղ ու դիմացինը թուրք է, դու ուզես չուզես ուժերիդ գերլարումով պետք է իրանից համ հոգեբանորեն ուժեղ եղնես, համ էլ մի գլուխ կամ մի քանի գլուխ ֆիզիկապես ու ընդամենը այդ պահին քո մաքսիմալ բոլոր հնարավորությունները ներես դնում, մենամարտը տանես, հասցնես տրամաբանական ավարտին ու ոնց իրոք պատվով ու ուղղակի մեծ հանգստությամբ խորշում չես քաշում ու բեմից իջնում ես։ Արմանը իր կյանքի կարևոր ու անբաժան մասն է համարում մարզումները։ Այն կշարունակի իր առջև դնելով նոր, ավելի բարձր նշաձող, պատրաստվելով արդեն գալիք տարվա մրցումներին, Հայաստանի, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին։ Միանշանակ շարունակելու ենք մարզվել, միանշանակ մեր դեմ դնելու ենք ավելի նոր ու բարձր սանդղակ։ Սա դարձել է մեզ համար ապրելակերպ, սովորական մարդը ոնց է, որ առավոտ արթնանում է, շորերը հագնում է, գնում է լվացվում է, չգիտեմ նախաճաշում է կամ սուրճ է խմում, մեր համար էլ պարապմունք է։
օրը բացվեց, մենք արդեն գիտենք, որ վերջ, այսօր շաբաթվա այն օրն է, որ մենք պետք է գնանք մեր հերթական մարզման։ Բասկամարտիկը տարբեր մրցաշարերում հանդես է եկել նաև որպես մրցավար։ Տարիների աշխատանքի ու փորձի արդյունքն է համարում այդ մեծ վստահությունը եւ բացառում է մրցավարի կարգավիճակում երբևէ անարդար որոշում կայացնելը։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթաբանակ։